գործում ենք, արտահայտ նիստի օրակարգն ենք հաստատում։ Օրակարգի հարցերը կապված հարցերում ենք։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են գոհ օրակարգի հարցերն ընդունել։ Ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, ունեն մեկ ձեռնպահ, որոշումն ընդունված։ Ես կներեք, որ թույլ մատուցումները սկսատեք, ես շատ եմ խնդրում, ասեմ, դեմ ավականում անդամներ են չեսնել ու ձեռնպահի, որը հետո դեմ խնդիր չունենան, որտեղ ստեղից դուքիշ լավ չի երևի։ Ունեցավոր ինձ էլ է ստեղից լավ չի երևի, իրան ես կոմիկով։ Որ բարձրացանեք արդեն մենք Վարման կարծում էլի, նախորդ անգամ պարոն Արտինյանի կողմից առաջարկ նշեց այն բանի մասին, որ Մստան մեր դիրքը սեղանի հիմա նորից նույն դիրքով բանը նստացենք ու նորից մի խնդիրը արձանագրել ենք։ Մենք ես ուշ արձանագրեցի, արդեն ուշ է դրանով մոտել, բայց հաջորդ նիստին ձևը որոշեցինք պարոն Արտինյանի հետ ավելի հարմար դիրքով կտեղավորենք։ Այժմ անցնենք օրակարգային առաջին հարցին, համար 27 որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի խնամակալության և ողջաբանության հանձնաժողով ստեղծելու և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հավաքական 22 թվականի ապրիլի 11-ի համար 48 որոշում ուժ փորձած ճանաչելու մասին։ Կզեկուցի Լուսինե Սիմոնյանը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և ողջաբանության հանձնաժողով ստեղծելու և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հավաքական 2022 թվականի ապրիլի 13-ի 48 որոշում ուժ փորձած ճանաչելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի համար 631 որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետով նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով Փարաքար համայնքի հավաքականին որոշում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և ողջաբանության հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը համաձայն հավելվածի։ Ուժը փորձած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հավաքականի 2022 թվականի ապրիլի 11-ի խնամակալության և ողջաբանության հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին համար 48 որոշումը։ Ուժը սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից հավելվածը ձեզ մոտ կա, ընդունում Ծառայացեք։ ձեր Հարցեր ունեք։ Ելույթ։ Եկեք հարցնենք քվեարկության։ Ովքեր են գոհ։ Ովքեր են դեմ։ Ովքեր են ձեռնպահ։ Որոշումն ընդունված է։ Հաջորդ մեր օրակարգային հարցում վերաբերում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին։ Կզեկուցի Հակոբ Միքայելյանը։ Եվ Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը Փարաքար համայնքի հավաքականի որոշումը։ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող Արամյան գյուղում գտնվող Արամյան վարչական ղեկավարի նստավայրում իմ սեփականության իրավունքի վկայականը 26/57/81 տված 10 հունիսի 2015 թվականին արտան 1 աշխատասենյակ 24 ամբողջ 40 մետր ընդհանուր մակերեսով 1 տարի ժամկետով ամսական 150,000
Գույքի բացակայության պայմանագիր։ Սույն որոշումների մշտական նման հաջորդ ուղղված։ Հարցեր ունեք, ասեք։ Ամեն Քայլյան, հարց հետևյալում է, ինը ոնց եք որոշել, հետաքրքիր ինը ոնց եք որոշել, շատ ես թացած ծանոթացած եկել լավ նա, որ բարի միտում ունեք, որ աշխատանքն իրականացնում, բայց ինը ոնց եք որոշել, կամ խնդրում եմ լսեք, խնդրում եմ հաստատեք, ինը որոշվել է բանակցությունների արդյունքում, արդյոք գնային առաջարկ այլ կազմակերպության կամ այլ հետաքրքրվող անձանց ներկայացվել է այլ շահագրգիռ կողմերի եւ արդյոք նշված գինը անպատասխանում է շուկայում առկա մնացած առաջարկներին։ Էկոնոմիկայի նախարարությունը ստացել է սենյակը WhatsApp ջրամատային դաս ինը քննարկել է անավոր այլ առաջարկներ չեն եղել։ Դե լավ ֆիքսեցիք, որ բանավոր է քննարկվել, ինչ վերաբերում է այլ առաջարկների, միգուցե դուք այլ առաջարկով հանդես գաք։ Այսինքն նենց սպասենք, մեզ ինչ են առաջարկում, որովհետև մի տրամաբանության կանոնից առաջարկում ունեն 5700 դրամ։ Այսքան շնորհակալ։ Ուրիշ հարցեր կան։ Հարցը դնենք քրեական, ովքեր են ով, ովքեր են ձերովա, որոշումը ընդունված է։ Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում է Փարաքար համայնքի մերձավանի մանկաշնորհակալությունը։ Փարաքար համայնքի մերձավանի մանկապարտեզ համայնքային ոչ առարկային կազմակերպությունը լուծարելու մասին։ Զեկուցի Ալեքսիա Սարգսյան։ Երկրորդ մասնագետի կետով տեղեկատվական մասին Հայաստանի Հանրապետության ուսումնասիրության առաջին մասի 15 կետով պետական ոչ առողջային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության ուսումնասիրության 5-րդ մասով 13-րդ մասի 2-րդ մասի Զ եւ E կետերով 25-րդ մասով նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության ուսումնասիրության 21-րդ մասով ինչպես նաև ուսումնասիրելով համապատասխան մասին միասնություն կուսակցությունների դաշի բնակչության հավաքականների 2020 թվականի մայիսի 23-ի 23 գործունեություն կայացնելով եւ մերձավանի մանկապարտեզ ուղղակի Հարգեկ մասնաճյուղի անձնակազմի կողմից ներկայացված դեպքերը Փարաքար համայնքի հավաքանի որոշում։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության Արմավունի մարզի Փարաքար համայնքի մերձավանի մանկապարտեզ համայնքային ոչ առողջային կազմակերպությունը պետական համար 99.215.1347 գրանցման ամսաթիվ 11/2023 թվականին տվյալային 0445-0411 համարով լուծական ժամկետ սահմանեն մինչև 2025 թվականի օգոստոսի 4-ը եւ այդ մասին անհատակ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող հարցում։ Համայնքի ղեկավարի վերաբերյալ լուծման հանձնաժողով նշանակելու դիակատություն կատարման համար սահմանելով երկօրյա ժամկետ։ Լուծական կազմակերպությունների գույք հատած գույքատերման արդյունքների հասնել Հայաստանի Հանրապետության Արմավունի մարզի Փարաքար համայնքի։ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավունի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի իրականացնել սույն որոշումից փոխող իրավական գործառույթներ։ Սույն որոշումը դժգոհ
առաջարկությունը լրիվ նորմալ է, հավաքանին իրավունք ունի եւ լուծարել եւ նոր հողեր ստեղծել։ Բայց որ գրել ենք հիմք ընդունել մեր սեղանի մանկապարտեզի աշխատակիցների այսինչ դիմումները, եթե կա մանկապարտեզի աշխատակիցների կողմից դիմումներ, համայնքապետարանը պետք է ստեղծի հանձնաժողով, թե համայնքապետարանի կամ բավական ուսումնասիրի այդ դիմումները, արզի դրանց չափը իրավական նոր դա իրավաբանորեն ներմուծել։ Ուզում եմ ասեմ, մենք այս որոշման նախագիծը կարող մի առանց այդ կետի, որովհետև եթե կա ինչ-որ դիմում, պետք է դիմումը ուսումնասիրվի, եզրակացություն տրվի, նոր այդ եզրակացությունը, դիմումների հիման վրա արված եզրակացությունը մուտք գալի նախագիծ, թե չէ, պարզապես դիմումի հիման վրա հիմք ընդունել դիմումը, դա իրավաբանորեն կարծիքով ճիշտ չէ։ Տեսեք, գուցե Ավականի լրիվ լիազուկա, կարող ընդունի ոչ մի խնդիր չկա, նորմալ է, պրոստը միայն հիմք ընդունել եմ կարծիքով սխալ է։ Դիմումների հետ կապված հարցերի բարձրաբանումները մեր այգեկ համայնքի վարչական ղեկավարի հետ կազմակերպվել այդ ամենը, իրենք են հանդիպում ունեցել վարչական ղեկավարի հետ, առանձին անհատապես, եթե ցանկանաք ելույթի նաև հնարավորություն կտանք վարչական ղեկավարին բարձրաբանի իրավիճակը։ Ամեն դեպքում դիմումներին գուցե նկատի ունեմ, որ գրավոր չի բարձրաբանում, բայց իրենց հետ անձնապես զրույցի արդյունքում, հետազոտության արդյունքում արձանագրվել է ու որոշվել է, որ հիմք պետք է ընդունել դիմումները, քանի որ իրենց հետ ունենք ճիշտ է գրավոր չի արձանագրվել իրենց հետ ունեցած։ Մենք իրավական հաստատություն ենք ստեղծում, իրավական հաստատության մեջ պետք է լինի համապատասխան հանձնաժողովի եզրակացություն։ Ես հաստատքի լիարժեք լինելու համար եմ ասում։ Ունեցել քվեարկենք ունեցել ունի նա, բայց որպեսզի հաստատությունը լինի նորմալ, իրավական, անխոցելի, այ Շնորհակալություն պարոն Հակոբյան հարցի համար, ինչպես տեսնում եք բոլորս նախագծում գրված է ինչպես նաև Լերձավանի եւ ամսաթիվներ որ նայեք մայիսի 30-ին, այսինքն ժամանակային առումով ինչ-որ մի բան եթե չենք հասցրել ամեն դեպքում հաշվի վերլուծությունների արդյունքում է հաշվի առնվել այդ ամենը եւ ուսանողների կողմից եւ դիմողների եւ վարչական ղեկավարի եւ ընդհանուր որպես այո ավականու լիազորություն ավականու Ես առաջարկում եմ այս փուլի որոշումը տվել առանց դրա, որովհետև արդյունքիացության դաշնքի ավականները լիարժեք մեծամասնությունը կա հանգիստ քվեարկում, ոչ մի խնդիր չկա։ Առաջարկությունը ելել ունենք քվեարկության։ Ես ելույթ Ունեք։ Ես շատ կուզենայի պարոն Գրիգորյանը համայնքի ղեկավարը ներկայացնել, ինչի համար, որովհետև այս փոփոխությունը, այս որոշումը, որ ներկայացել է Գավառանում, ես կարծում եմ այլ միտում ունի, միտումը հետևյալի մասին է, միան Աննայի մանկապարտեզի տնօրենից ազատվելու գործընթացը սկսվել։ Սա խնդրում եմ թույլ կտակ, ելույթը վերջացնեմ կանադայում։ Ես կարծում եմ, որ Տիկին Աննայից ազատվելու գործընթացը սկսվել։ Ես կարծում եմ, որ որևէ աշխատակցից ազատվելու համար չարժի նոր միավորներ կամ տարանջատումներ ստեղծել, նոր որոշման նախագիծ բերել։ Ես կարծում եմ, որ մենք մեր աշխատանքային ձևակերպումներում, հայերում, ոճում պետք է լինենք հետևյալ առաջնորդվենք հետևյալ սկզբունքով։ Մեր համար առաջինը պետք է լինի համայնքային գերակաշարը եւ առաջնորդվենք հենց դրանով։ Ես կարծում եմ, որ Տիկին Աննան իր աշխատանքը լավ է կատարել եւ նրա նկատմամբ գործողությունների ձեռնարկումը չի նպաստում։ Վերջացնեմ կարակ ելույթի համար սահմանել ժամանակահատված։ Ես կարծում եմ, որ Տիկին Աննայի նկատմամբ նման ոճը տեղին չէ։ Այնուամենայնիվ, եթե մենք գնում ենք այս ճանապարհով, ես դեմ եմ քվեարկելու ու վստահ եմ որոշումը հավաքան մնացած անդամների կողմից դրական կողմ քվեարկելու արդյունքում ընդունվելու է, բայց ես ինքս ընդունելու եմ իգիտություն եւ ես իմ խոսքում մի անգամ ասել եմ, որ քաղաքական նկատառումներից ելնելով, որից է աշխատակցի նկատմամբ չպետք է քայլեր ձեռնարկեմ, ես սա ընդունելու եմ իգիտություն ու իմ հետագա եւ ավականի եւ ոչ ավականի եւ որպես քաղաքական իմ գործողությունները միտված են լինելու այս փաստը արձանագրելու
Մենք այստեղ անձնապես ոչինչ չունենք եւ քաղաքական տեսանկյուն կուզեմ որ չդիտարկենք ընդհանրապես քանզի ի պատասխան ձեր հնչեցրածին կարող եմ նույնպիսի տեսակետ ես հայտնել տարիներ առաջ երբ որ խոշորացվեց մերձավանը այգեկի հետ միավորվելով այսինքն կարելի է ենթադրել այդ ժամանակ էլ քաղաքական տեսանկյունից դուք էլ միավորեցիք ինչի համար ազատվելու աշխատողներից ես չեմ ուզում կոպիտ հնչեցնել կամ ինչ-որ մեկի հանդեպ տրամադրվածություն չկա ընդհանրապես, պարզապես ես կարող եմ մեկ այլ բացահայտում անել եւ տեսչական մարմինը անցյալ տարվա չեմ ֆիքսել հոկտեմբերին կատարել է ստուգում Մերձարվանի մանկապարտեզում հայտնաբերել շատ չարաշահումներ, այսինքն կան դաստիարակներ, որոնք որ չեն համապատասխանում ու մինչև այժմ նրանց հետ կնքված են աշխատանքային պայմանագրեր, ըստ օրենքի աշխատանքային պայմանագրերը նաև պետք է կնքվեին համապատասխանություն ունեցող մարդկանց հետ, օրենքի հետ կապված կրթության, բայց չարաշահումներ ունեինք և հանձնարարվել են դեռևս 24 թվականի հոկտեմբերի մինչև 24-ը կատարվել շտկումներ այս տեսանկյունից և համայնքի ղեկավարին հանձնարարված եղել և մանկապարտեզի տնօրենին, բայց մինչ այժմ աշխատում են նույն աշխատողները և ոչ մի շտկում չի կատարվել։ Արդյունքում մրցույթներ չի հայտարարվել, ճիշտ է հայտարարվել են մեթոդիստի, պարուսուցի, բայց դաստիարակի մրցույթը վերջերս է կատարվել, մրցույթ հայտարարվել։ Եկեք քաղաքական տեսանկյունից չնայենք, պարզապես կառավարման այս սխեման, որը դուք էիք որդեգրել, չի արդարացնում իրեն ընկերներ։ Ձեր ասածն է մեկնաբանում, այսինքն ձեր ասածի առաջիկը դիտարկել, ձեր ասածը ինչ է դուրս գալիս, որ սա վենդետա է, ուրիշ ձեր չեմ կարող, այսինքն ժամանակին մենք ենք արել, հիմա փոխվել է համայնքի կառավարումը, մենք պետք է անենք։ Ուրիշ ձեր չեմ կարող, կներեք, երետիկի սապերեն, ես լսում եմ, էլ եթե սխալվում եմ, բարձրան, եթե չէ, սամանավակ։ Այնուամենայնիվ, եթե տենց է, դա էլ կնքնենք հասկանալ։ Ասենք տետավ մեր հիմա սենց է, մյուս կողմից, եթե, չգիտեմ, տեսչականի կողմից, այլ մարմինների կողմից, ստուգումներ են գտնվել, որոնք որ իրավական հետևանքներ պետք է ունենան, քապից թողում են, այսինքն ես խնդիր չեմ տեսնում, որ որևիցե մի աշխատող իր պարտականությունները 100 պատշաճի չկատարելու համար պատասխանատվության ենթարկի։ Իմ ասածը այդ բանում է։ Եթե մի աշխատող լավ չի աշխատում, եկեք օրենքի հիմքը դիտենք, չգիտեմ, աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 7-րդ մասը օրինակ։ Նրան հեռացնեն։ Բայց նման որոշիչ բերեն։ Սա մասին է խոսքը։ Ես վստահ եմ ու ինձ հասած խոսակցություններով այդ խոսակցությունները եղել է, որ պիտի մանկապարտեզի տնօրենը չաշխատվի ու այս որոշման նախագիծը առաջացել է միայն այն դեպքում, երբ որ նա հրաժարվել է ազատման դիմում գրելու։ Եթե այս որոշման միգուցե սխալվում է, եթե այս որոշման նախագիծը առաջանա վերվել հավաքան 3-րդ, 4-րդ նիստի միջև այդ խոսակցությունները, այն որ ես բան չի ասել, շնորհակալություն։ Ես ուղղակի հարց ունեմ, այս նույն մոնիտորության 3 կամ 3 տարի առաջ դուք ուսումնասիրել եք, որ 7-ից 9 աշխատակից ուղղակի քաղաքական դաշտի վրա ազատվել են աշխատակից, լրագրողներ են հրավիրել, բողոքարկել են, դիմացել են, դուք տեղյակ եք եղել դրա մասին։ Ես ձեր ուսով չեմ կարող դրացի պատասխանություն ստվարել։ Ես արձագանք ուղղակի հարցեր։ Որը տենց է քննարկենք ոնց է Իհարկե։ Մարդկանց Հարցի չեմ պատասխանում, ես էլ հարց ունեմ տալու։ Եկեք ամեն դեպքում ես արձագանքի ելույթին։ Մենք նման իմ ելույթի մեջ ես հնչեցրեցի, այսինքն մենք չունենք քաղաքական ուղղվածություն։ Այս ամենից ելնելով ես ինչի մեջ բերեցի այդ ամենը։
Մենք հակառակ պրոցես չենք անում վենդետայի համար, պարզապես արդյունավետ չի այդ ղեկավարումը եւ արդյունավետ չի երկու մանկապարտեզների միավորել մեկ մանկապարտեզի ղեկավարության ներքո ու չհետևել մյուս մանկապարտեզի ղեկավարման բոլոր գործընթացները տուժում են ամեն ինչով։ Ընդհանրապես սա է։ Եթե այլ ելույթ ունեցողներ չկան, հարցը դնում ենք քվեարկության։ Եկեք քվեարկենք, ովքեր եք ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, որոշումը ընդունված է։ Օրակարգային մեր հաջորդ հարցը վերաբերում է համայնքի ավականու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրա հանրապետական կազմը հաստատելու մասին։ Կզեկուցեմ ես։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 25 թվականի մայիսի 2-ի թիվ 9 որոշմամբ ընդունված ավականու կանոնակարգի 84-ից 88-րդ և 95-րդ կետերը, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր, ազգային առաջընթաց, միասնություն դաշնային խմբակցությունների կողմից մշտական գործող հանձնաժողովների կազմում վերաբերյալ ներկայացված առաջարկությունները Փարաքար համայնքի ավականին որոշում են ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու մշտական գործող հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմը համաձայն հավելվածը ունեցել ընկերներ, նաև խնդրում եմ։ Երկրորդ, հանձնաժողովների ստեղծելու մասին ավականու որոշման ընդունման օրվանից 5 օրյա ժամկետում գումարվում հանձնաժողովների առաջին նիստերը, որոնց ժամանակ հանձնաժողովների կազմից ընտրվում են հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարները և 1 ամսյա ժամկետում ընդունվում են հանձնաժողովների աշխատակարգերը։ Երրորդ, հանձնաժողովներն իրենց գործունեությունը կազմակերպում են ըստ ընդունած աշխատակարգերի և 4-րդ, սույն որոշում ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Հարցեր խնդրում եմ։ Հանձնաժողովների կազմերը քանակական առումով սահմանափակում չկա։ 3-ից 9 ոչ։ 3-ից 9 Կանոնակարգով գրված հանձնաժողովը կարող է 3-ից 9։ Իսկ խմբակցության ներկայացության կազմում մենք այդտեղ նաև կանոնակարգում ունենք կետ, որտեղ որ դրված է խմբակցության կեսից ավելի չի կարող լինել մեկ հանձնաժողով։ Չէ, ես նկատի ունեմ ասենք, եթե 1/3-ի չափ չկա, ասենք ամեն խմբակցությունից որոշակի քանակություն չէ կարող լինի հանձնաժողով։ Չէ, մենք սահմանափակում չկա։ Ոչ, մենք կանոնությունը երբ որ ընդունել ենք, մենք առաջնորդվել ենք կանոնությամբ, այսինքն կանոնության մեջ է վերջին այս 2-ին ունած կանոնության մեջ ասում եմ, որ խմբակցություններից ամեն մի ավականի կարող է ներկայացված լինել մեկ հանձնաժողովում, յուրաքանչյուր ավական, իսկ խմբակցությունների ընդհանուր ներկայացվածություն տվյալ հանձնաժողով պիտի կեսից ավելին չգերազանցի։ Այսինքն, այդ հանձնաժողովների կազմը ինչ-որ է ստեղծված է, առաջնորդվել է այդ սկզբունքով։ Հիմա օրինակ ես մի հանձնաժողովի մեջ եմ, ասեմ միասնության խմբակցությունից 5 հոգի են, 3 հոգի ՊՊ-ից են և մի հոգի Մինասյան դաշնիկից է։ Այն կեսից ավելի է լինում։ Հա, կեսից։ Դուք ասում եք գերազանցի։ Ասում եք գերազանցի։ Եթե 9 հոգի են, 5 հոգի մի խմբակցությունից է։ Բայց ես ձևակերպում չեմ կանոնության մեջ, բայց ամենևին Կներեք, ես նշում եմ, նախորդ բոլոր խմբակցությունների դրություն է գրել, որ ներկայացնում իրենց տեխնացուների, որ մշտական հանձնաժողովի կազմում են ուզում ընտրվել։ Մշտական հանձնաժողովների կազմը կազմվել է եւ ելնելով բոլոր խմբակցությունների կողմից ներկայացված դրություններից, բոլոր ինչ առաջարկություններ կան, ընտրվել են մշտական հանձնաժողովի։ Չկա, Սահմանափակումը յուրաքանչյուր մի ավականի կարող է միայն մեկ Սահմանափակում չունի, կարող լինել 6 հոգի, 8 հոգի եւ այլն եւ այլն։ Ասենք հիմա ես ուղղակի այդ հարցի մասն եմ, բոլոր ինչ խմբակցություն, որը մշտական հանձնաժողովի
Ես հաշվում։ Առաջարկություններ։ Ուրիշ հարցեր, առաջարկություններ, երկրներ, հարցը դնում ենք քննարկության, ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, որոշումն ընդունված է։ Անցնենք օրակարգային վերջին հարցին, ընկերներ, Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ նյութ անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին զեկույցի Հակոբ Միքայելյանը։ Ղեկավարվելով Պետական ղեկավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով 660-րդ հոդվածի առաջին մասով 647-րդ 689-րդ հոդվածներով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի գրությունը Փարաքար համայնքի ավարտանի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի համայնքի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալյար գյուղի Շահաբիրան Տեքյան փողոցի թիվ 2-2 ասեն գտնվող 0.0794 հեկտար բնակավայրի շրջանառության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հավամասը անհատույց օգտագործման իրավունքով նվիրել Հայաստանի Հանրապետության Մուսալյար գյուղի բժշկական ամբուլատորիա կառուցելու համար։ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման, որոշում ուժի մեջ ընդունման պահից։ Անի քառակուսի, ալ է 754 տարուց։ 754 Կառույցը հենց այդ ամբողջ տարածքի վրա է լինելու։ Չէ, Եթե ուսանողի գյուղապետարանի կողմը է։ Գյուղապետարանի կողմը։ Սադը այդքան բան չի վնասում, սադը։ Չէ, Մենք ինչի լինում, ասենք այդպես, որ մնա համայնքային, իրանք սարքեն ամբուլատորիա, ասենք, ինչ է տալի պետությանը։ Հետո իրանք կարող են նվիրաբերել նորից համայնքի ինչ է։ Արդեն իրավունք դակման Արտադիր պայմանավորել է այս ծրագրի, որ պետք է հողը հանձնել պետության հանրապետության օգտագործման։ Դե չէր կարողանալ համայնքային ուժի ողջունել է առաջ։ Իսկ հին է ինչ եք անում։ Չեմ կարող ասեմ, արդեն որոշվել է։ Աշվերին է որոշել։ Հավաքային համայնքային որոշել է։